Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման 110-րդ տարելիցն է, ինչ խորհուրդ ունի օրը ձեզ համար եւ արդյոք ամեն տարի եք դուք բարձրանում ցեղասպանության հուշահամալիր։ Արդեն 30 տարի է, ամեն օր։ Ու այսօր մենք երկուսով ի վիճակի չէինք, բայց մեզ ստիպել ենք, որպեսզի բարձրանանք, որովհետեւ ես ինքս բանեցի գաղթականների թոռը։ Իմ հայրն էր 15 թվականից հետո վաղաշաբաթ եկել։ Ուզում ենք, որ գիտես ինչ խորհուրդ լինի, որ չկրկնվի երբեք ցեղասպանությունը, դատապարտեն ցեղասպանությունը, ոչ միայն մեր ազգի համար, ընդհանրապես աշխարհում ոչ մի ցեղասպանություն թող չլինի, թող ոչ ոք այս վիշտը չտեսնի, որ հայությունն է տեսնի։ Ուզում ենք, որ խաղաղ լինի։ Մեր երիտասարդները ծառային հիմա իմ թոռը ծառայում է Վարդենիսում, հիմա այսօր ինքը Վարդենիսի գագաթներում է։ Ու շատ գոհ եմ ես իրանից, որ ոչ մի անգամ չի դժգոհում, որ ասի դուք լավ եք տատիկ, ուրեմն մենք լավ ենք։ Ինչ պատմություններ են ասացիք, որ գաղթական է, ձեր հարմար։ Այո։ Ինչ պատմություններ են ձեզ փոխանցել, հայրեն դասել դաշնությունների մասին։ Գիտեք ինչի մի զայլոց բանը ինքնապաշտպանվել է։ Այդ ինքնապաշտպանությանը մասնակցել է նաև իմ տատիկը, պապիկիս հետ իրանց էլ ցեղում։ Ուղղակի իրանք մենք չգիտենք այն ժամանակ թե ինչ էր իրանց բառերը, որովհետև մենք իրանից չենք լսել, հայրս 5 տարեկան այլ էր, որ եկել են, ինքը հարազատներին խորհրդատվում է, որ չգնան ոչ մի երկիր, գան Հայաստան, որովհետև մեր ազգը կործանվել է, գան ամուսնանան, շատ երեխաներ ունենան, ու միայն հայրս 5 տարեկանում գաղթել են Էջմիածնի Ներսիսյան լիճի կողքը վրանների տակ, կամած գայեն եկեղեցու բակում, ու այդպես իմ տատիկը գետնի վրա փայտով հորս հայկական տառերն ասուվրացրել, այ բեմգիմ, դրա համար միշտ իմ հայրն ասում էր, դուք հայերեն տառեր չեք սովորում, իսկականը այ բեմգիմն է, այս մաշտոցի այ բուդենը չի, միշտ ասում էր, ու գիտեք ինչ կա, մի բան եմ ուզում ասեմ, թեկուզ թող ոչ մեկին չվիրավորի, այսինքն որ ասում եմ խոսքս չի վերաբերում ռուս ազգին, նրանք էլ ժողովուրդ են, ոչինչ, ուղղակի իմ տատիկս հորս պատվիրել էր, որ ինչքան երեխաներ ունենա, բոլորն ամուսնանան հայերի հետ, ու հանկարծ իր հացը խլեբ չսարքե, մենք չէինք հասկանում դրա իմաստը, այս վերջերն ենք արդեն հասկացել, թե ինչի համար, որովհետև են դժվար րոպեին պաշտպանվելուց ամեն ինչից հետո հայությանը մենակ թողել են օսմանցիների դեմ, իհարկե չեմ ուզում ասեմ, ովա դուք ինքներդ կգուշակեք, չեմ ուզում անգամ իրանց անունը տամ, հիմա մենք էլ այդ նույն լեզուն սիրում ենք, լեզուն ժողովրդին, բայց ուղղակի ղեկավարությունն է էլի, որ վերջ տան այս ամեն ինչի։ Ձեզ հետ նաև խոսենք, դուք եք խոսում։ Ես ինչ խոսեմ, ինչ։ Ամեն տարի։ Մշտական ստանք լինում։ Նույնիսկ գիշերը չի Եվ օրվա խորքի հետ կապված դուք ինչ կասեք ցեղասպանության։ Ինչ կարծիքը պետք է լինենք։ Օրեսօր տենում ես ամեն ինչ են արդեն բարձելի, թե ինչա կատարել մեր ազգի հետ։ Հələ մենք ոչ մի բան էլ չենք իմանում, այնքան որ պետք է։ Որ այդ մեծերի հետ նստան զրուցում ես ով մասնակից է բան եղել, արդեն էլ չես էլ ուզում դրանց երեսը տայես դրանց։ Ինչ ան, դա մեր կյանքն էլ է մեր 100 տարի անց դուք պատկերացնում եք թուրքերի ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել։ Չգիտեք ինչ պետք է լեզու գտնենք, հավերժ թշնամիներ ու հավերժ բարեկամներ չեն լինում, գոնե մեր գոյության ասենք, մեր ժողովրդի համար, ճիշտ է, ինչ-որ տեղ են հավատը չկա, որ հնարավոր է իրանց հետ, բայց դե 70-80 տարի ինչ-որ ձևով ապրել են, չէ՞ սովետական միության ժամանակ։ Ամբողջ սովետական միություններ այնտեղ ըստ էության բոլորը հավասարի պես էին։ Հա, այդ ժամանակ, բայց դե պետք է, որ այս թշնամությունը վերացվի հերիքա։ Ինչ գնով։ Բանակցությունների։ Հնարավոր է բանակցել մի երկրի ղեկավարի հետ, որը ասում է պատերազմներն ավարտվում են մի կողմի կապիտուլյացիայով։ Այսինքն մենք հստակ ազդակներ ենք տեսնում, թե իրենք հայ ժողովրդին ինչպես են տեսնում, որտեղ են տեսնում։ Գիտեք ինչ կա, ես չեմ ուզում, որ պատերազմ լինի, եթե ես այդ տարիքում լինեի, թեկուզ մի քիչ ավելի ջահել, կուզեի, որ մի անգամ դրանց այդ ամեն ինչ այդ լեզուն իմանային համապատասխան որտեղ տանեն։ Ինքը շատ լավ գիտի, որ իրան նվիրել են այդ ամեն ինչը, նվիրել են։
չի հաղթել այսինքն։ Եկ գիտեմ, այո, նրանք չեն հաղթել, բոլորովին։ Մեր 18 տարեկան երեխաները 5 պետության դեմ են կռվել։ 5 պետության, որի մասնակիցների իմ հարևանի տղան է Կարենը, որ մի չտեսնված հոյակապ երիտասարդ էր։ Ոնց կարող է պատահի որպես լինի։ Ուղղակի նվիրեցին ուրիշ երկրների միջամտության շնորհիվ։ Նվեր տվեցին։ Երբեք չեն կարողանա նրանք վերցնել։